Բարի երեկո սիրելի հանդիսատես, մենք թամադաներ թիմն ենք Եվ երկրորդ եթերաշրջանն է խաղում ենք հումորի լիգայում Եվ թույլ ենք տվել մեծ սխալ Մենք չենք անցկացրել պարի մրցույթ Հրանուշ Հակոբյանի կարգախոսն է տուն արի Կասկածենք ասոր մրցույթ բարի Թե ինչը մեր գլխավոր աթոռներին նստած են զույգ Եվ առաջի զույգն է Վահագն Գալստյան և Լուիզա Ներսիսյան ծափարենք և հրավիրենք բարահրապարակ Ով հարկում է ունի նվեր նկար բարի Ով հարկում է ունի նվեր նկար բարի Սապ Բաղեցեք ձեր տեղերը Այո Իրադարձությունը կայացավ Ծապ ու ծիծաղ թագ ու պսակ Շնորհավոր Հաջորդ պարը պիտի հասնի Խաղաղ Աբովյան Քանզի պարում է Արման Նաբովյան Նվագում են Մուկուշն ու Կոստյան Նրա զույգն է Անահիտ Կիրակոսյան Աշխուր է Նվեր ունեք, նկար, բարի, կստանաք Իսկ հիմա բարահրապարակ հրավիրենք Արմուշին և Արտյոմին Մարգալեր են գերնասարներին Ոգևորենք և միասին վանկարդում ենք Համ, Հույ, համ, հույ, համ, հույ, համ Այո Եվ իհարկե ամենագեղեցիկ զույգը Նրանք երկուսն էլ ունեն ազատ սիրտ Նրանցից մեկի անունն է Սուքասյան Արմեն Իսկ մյուսին է Արզումանյան Գայա Խնդրում եմ համեցեք բեմ Ծապ Շնորհավորում եմ ձեզ Ահա, զբաղեցեք այստեղ Ահա Շնորհավորում եմ ձեզ Եվ հատուկ ձեզ համար պատրաստված Ժինգալով հաց ստուդիո Ծափերը Կարող եք կտրել ժինգալով հացը Թող ձեր կյանքում Այո, Այո Թող ձեր կյանքում Այս տեսակ աղի պահերը չպակասեն Դեմա Կարող եք իրար կանաչիներով խփել քսել իրար երեսի Այո, ծապ ու ծիծաղ Թագ ու պսակ Շնորհավոր Բախտավոր լինեք Ծափարություններ Շնորհավոր Ռեստորանային երգիչների աշխատանքի մեջ լինում են լարված պահեր Պատկերացնենք հենց այդպիսի լարված իրավիճակ Откройте, люди, дверь, я ваш брат, ведь я ни в чем не виноват. Այս երգը սիրով նվիրում ենք մեր Ռոբերտին իր adekvat եղբայրների կողմից։ Լսի, elə բարբիկյու լավ է երգում, ուրեմն մեր դրակոնն ազատվե արդիկի բերդից երեք։ Իրա սիրած երկու նոտաներով երգ հատուկ իր համար, դոյով ու լյայով։ Այդ որն է։ Դոլյան, դավայ։ Դոլիա, 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 դոլիա։ Հոպ, ապել ջան, հոպ։ Ոստիկանության սպաներով նստած ենք ինչ դոլիա Վարավսկայա, հələ մի հատ աֆիցերին խզարի խնդրի չկա։
Աֆիցերի, բարավաղթ աղալիք։ Արա կեզ չասի դոլյան երկի արա։ Կեզ է չեն ասի երկի արա։ Բախի դոլյան չեզ երկում։ Դե դոլյան երկի։ Ոտկակայա դոլյա վարավսկայա։ Հո, պապեր, դու երևի հասկացողության հետ խնդիր ունես նարուշնիկ բերենք մեքենան մոտեցնենք, հա, ոնց որ ապեր, աֆիցերին։ Աֆիցերի, դոլյան։ Դոլյան, ասում եմ աֆիցերին, Յա գակ ջան, լավ եք աղբեր, դոլյան արա, հլը մի վարդյատի։ Հասկացա ձեր պատվերն է, սականում ձեր պատվերն է, խնդրում հանգիստ նստեք ձեր տեղը։ Յացելու է Դավայ միս։ Ոտկակայա դոլյա աֆիցերա, Скажи, дыши натюр мири шотки, И пишу тебе, моя родная, Ах, майор Джан, вот какая доля офицера. Բայց երբ որ երկուսին միացնում ենք, Վախ մամա ջան, միասին կոչվում են դեպուտատ։ Նախորդ խաղից հիշում եք մորքուրին, ով չգիտեր հարսի բակում, թե ինչ պետք է գոռա։ Հիմա նույն մորաքույրը չգիտի, թե ինչ պետք է անի։ Մորքուր։ Հա, ճիշտ է, բախտավոր ըլնեք։ Դա, խնդրում եմ էխոն ավելացրեք, հա, ոսկյա վզնոցը, օծը։ Լավ, եկեք մի պահ շեղվենք թամադայական թեմաներից և լսենք Միսակի անձնական կյանքի պրոբլեմը։ Սիրում եմ ես մի աղջկա, ու մոտ ընդհանրապես սլուխ չկա։ Տենց բան չկա։ Ում երաժշտական ճաշակը ճակացնում է նույնի ժեշտից բաժակը, որ կարաոկեում նա երգում է, այդ կարաոկեն է ածմփակում է, երբ որ պատահաբար նա երգում է, մարդկանց աչքը կտրուկ կանգնում է։ Արևը երկնքում խավարում է, Բեթհովենը դագաղուն սպիների պես պտտվում է, ավելանում է, երկրի արտագաղթը, ես ինչ դաժանը, ես իմ անտեր բախտը, ես նրան նվիրում եմ Շոպենի գործերը, բայց նրան դուր են գալիս Թաթուլի շարանները։ Ծանծան վիշիլ բալիկի բացան Նրա ահավոր լյամինորը ինձ ստիպում է հիշել նրա մորը, Նրա բացը լուխի ապացույցը, որ նրան լսում է միայն Լիլիթ մակունցը, Երբ որ լողանալուց նա երգում է, դուշի ջուրը կտրուկ դեղնում է, Բայց մեկը ես իրան սիրում եմ, չնայած որ արդեն երաժշտությունից զզվում եմ։ Մեկը սիրում Տես ինչ եմ մտածում, արի քեզ վաստակավոր արտիստի կոչում տանք, սաղ տվյալները ունես։ Ինչքան է մեր հայ երգիչները փորձել են երգել դասական, մեկ է, Ռաբիզը նրանց հոգու խորքում է։ Յան կյանքս մի հատ դուրս կգաս քո համար ուզում եմ սերենադ երգեմ։ Միսակ, խնդրում եմ, մենակ առանց Ռաբիզի, էլի։ Յանը ջան, ես քո մոտ կլասիկ երգեմ սովորիշ Ռաբիզի չես խոսում։ Հաստատ։ 100% երգեմ լսի։ Cuida ver mare lucica. E tira forte il vento. Sulla vicina Teresa, davanti golfo di Sorrento. Uno m'abbraccia una grazia, dopo ci aveva pianto.
Voice ischerasile voice, e ricominciaci il canto. Te voglio bene, tutte le sai. Ma tanto da te me ne sai. È una cadena, 1, 2, 3, 4, 8, oui, mama, Լավելի չես կարողանում այդ ռաբիզը միջիցդ հանես։ Այսօր դու ծանոթանալու ես պապայիս հետ, իսկ ինքը ռաբիզ երգողին կյանքում աղջիկ չի տա, ինքը ատում է ռաբիզը, որովհետև ինքը հանրաճանաչ օպերային երգիչ է։ Յանա ջան, հասկացա, ես զորոնս կանեմ ամեն ինչ, որ քո պապայի ծանոթությունը շատ բոմբ անցնի։ Լավ, դե արի ձեզ ծանոթացնեմ։ Պապ ջան, որ խնդրեմ կգաս։ Պապ ջան, ծանոթացի։ Պապ ջան, ծանոթացի ընկերս Ամիսակը։ Բարև ձեզ Արտաշը ջա Պապար Յանայի պապա Յանայի հայր իմ հայր իմ երաժշտական հայր Յանա քո պապան Արտաշ Ասատրյանն է։ Հա։ Յանա քո պապան Արտաշ Ասատրյանն է։ Այո։ Գրիշո դու ես։ Ինչ Գրիշա, ես իր աղջիկն եմ։ Յանա դու գիտես քո պապան իմ համար ինչ մեծություն է։ Յանա դու գիտես քո պապան ինչ երաժիշտ է։ Հələ մի րոպե։ Յանա ջան, դու գնա մամայդ օգնի մի հատ սեղան գցի։ Ես միջով ծանոթանամ։ Լսի, տղա ջան։ Իմ ընտանիքը գիտի, որ ես ռաբիս չեմ երգում։ Ընենց որ աղջկաս ծնվելուց ասել եմ ես էլ ռաբիս չեմ երգելու։ Հանգարց բերնիցը չպստսնես, որ ես ռաբիզ եմ երգում, թե չէ աղջկա սերեսը չես տենա։ Համել հարկայինում ես կլասիկ երգիչ եմ գրանցվել։ Ջոդի հոպա։ Ախր Արտաշ հոպար, տենց ոնց կլինի։ Ես ախր քո սաղ երգերը անգիր գիտեմ։ Սաղ։ Հələ ես մեկ լսի։ Նայ։ Յանա, աչքերը թուր կրակ են Յանա, տեսնողի սիրտը կայնես Յանա։ Յանա, աչքերը թուր կրակ են Յանա, տեսնողի սիրտը կայնես։ Արտաշոպար, բա ես մեկը լես, ես իմ ամենասիրածն է, թողել ես մենակ տխուր անյանի, անուշ է ու կանքուշ է սերը Յանի, ուրիշի Թողել ես մենակ տխուր արի, անուշ է ու կանքուշ է սերը Յանի, ուրիշի եթե սիրես չեմ ապրի ես։ Արտաշոպար, բա ես մեկը, ախ Ալիսա, ժեմչուչես եթի չէ, ախ Ալիսա, Ալիսա, բույաման աման Ալիսա, նստիտան եմ մանացեմ, տեսին շղկան վինիսա, ախ Ալիսա, ախ Ալիսա, նստիտան եմ մանացեմ։ Արտաշոպար, Ես մեկը իմ ամենասիրածն է, ամենասիրածս է ես երկը։ Նայիր իմ աչքերին, որ դառնամ սիրուտ գերին, նայեմ քո շորթերին, որ դառնամ սիրուս փերին, նայիր իմ աչքերին, որ դառնամ սիրուտ գերին, նայեմ քո շորթերին, որ դառնամ Պապ, ես ինչի է Միսակը քո երգը ռաբիզ դարձրել։ Բայց ոնց որ ված չէր ստացվում, գիտես, ինձ դուր եկավ։ Կարող է դու էլ սկսես սենց երգեր երգել։ Չէ, այ բալա ջան, ռաբիզ երգելը կլասիկ երգիչի համար շատ դժվար է։ Ես ոնց կարամ ռաբիզ երգել։ Սիրելի հանդիսատես, ի սկզբանե Հումորի լիգայի բոլոր թիմերը ժյուրիի անդամներում ունեին օգնական մարզիչներ։ Օրինակ, Գյումրիին օգնում էր Արմեն Սուքիասյանը բարձր ծափահարություններ նրան։ Կիրովականին օգնում էր Անահիտը Կիրակոսյան, նրան նույնպես ծափահարություններ, համակնում էր դե Արցախին Գայան Արզումանյան, ծափահարություններ նրան նույնպես։ Մեզ կարող էր օգնել ընդամենը մեկ մարդ, Արամը Մելիքյան, բայց նա ժյուրիի կազմում չէ։
բայց նա մեր հետ բեմում է։ Արամ Մելիքյան, ծափարություններ, ֆանտաստիկ։ Իրականում ես չեմ եկել, որպեսզի ելույթ ունենամ, ուղղակի թամադաներին խնդրել եմ, որ թույլ տան ես երկրորդ եթերաշրջանի իմ սրտի ցանկությունը կատարած եմ, սիրելի ժուրի ջան։ Հիմա մեզ մոտ մի հատ բան է սկսվում, իմպրովիզա լինելու, իմ սրտի խոսքը ուղեմ իմ հարգարժան ժուրին, որը չգիտես ինչի ինձ հրաժեշտ տվեց այս տարի։ Ու վիդիցիլի ես նենց իա Մաքս Ֆադիև ստեղես։ Ուրեմն հիմա ես կփորձեմ իմ սրտի խոսքը ասեմ, բայց ես երաժշտությունը չեմ լսում, մի քիչ բարձր, գնաց։ Ուրեմն սև 2018 թվական հումորի լիգա 1 նստացեի ստեղ կամ ընդեր, հա, են հին պավիլոնում, հիշում եմ Լուիս ջան, մի քիչ ջահել էր, մի քիչ մակիաժը քիչ էր, հիմա ոչինչ թույն, հավես, ռիթմս գա, ռիթմս գա, մի հատ բիթս գա, կողքդ նստացա ինձ, կանգուրեն աղբեր, Վահագը Գալեսյան, իրա ձենով խո, տիկնայք, պարոնայք, ծապահարեք, Թամադա, դերասան, շոում են ինձ կանգուրեն, բայց լավ աղբեր, Վահագն Գալեսյան, ծապ, հիմա ինչ ենք անում մենք, բարձրացնում ենք աջ ձերքը, բերակ աջ ձերքը, աջ ձերքը, ռիթմս գա, դու ռիթմս գա, հիմա մոտենա մի բան ասեմ, կասես հաստատ, ռիթմը հաստատ, ուրեմն սեն ողը ամենավ լավ վիդուշին, ես է Արամ, դու ասում ես հաստատ, ողը ամենալավ վիդուշին, ես է Հաստատ, ողը ամենասիրուն տղեն, ես է Հաստատ, ասեց, շարունակում ենք, գնաց, գայա դու էր համար, թույ շոու ես, գավաջանը թույ ստիլա տվել կես, Արտյոմ, մեծ պատիվա, որ դու ստեղ նստացես ապրած ունես, բոյ ունես, բայց պատրաստվի լիքը լպանկա քո հետ կապ արմուշ, US-ից եկար, բոթասները ստեից վիրտուսից առար, ասում ես US-ից ա, գիտենք, Աբովյանը ասում ա, հեսա մեր տներին ա մոտենում, Աբովյան բան չեմ կարա ասեմ կներես, դե հացել կա դու լավ ջոգում ես Անահիտ ջան, կրեցիր անցյալ տարի, հիշում ես են երեք միավորը ով տվեց վերջում, գիտեն բոլորն ասում են Արամը սարքեց և վերջում իհարկե Արմեն Balabina maya, balabina maya, balabina maya, balabina maya, balabina maya, balabina maya. Ես ներողություն եմ խնդրում, դրությունը բարձր է, տրամադրությունը բարձր։ Ես ուղղակի մի փոքր նյուանս եմ նկատել, ես ներողություն եմ խնդրում, սենց պատասխանատվություն վերցրեցին վրա, կանգնացրեցի ելույթը։ Ուղղակի մի բան նկատեցի, ներողություն էլի, մի բան նկատեցի, որ ինչ-որ ազնական սիմպատիա ներկողնապահություն կար, ոնց հասկացա, որտեվ ոնց հասկացա քո սիրած թիմն է, ոնց որ Վաջան, չէ, մի հատ ուղակի զուտ ես, ապա ես այսօր կամ ես գիշեր չկա։ Ես այսօր կամ ես գիշեր չկա, մի րոպե, խնդրում եմ։ Լուրջ եմ ասում։ Արուշ ջան, բոլորն էլ մեր թիմն են, ջիգար։ Այդտեղ անձնական բան ընդհանրապես չկա։ Անձնական չկա։ Չէ, չկա ընդհանրապես։ Ժողովուրդ նայեք ով ինձ ասում։ Իմ աղբոր տղեն։ Ավելին ասեմ, հորը սազի զարև աղբորս տղեն է։ Հլարի օպարի մոտ բալես։ Հարին է։ Ես քեզ այսքան վաղտվանից գիտեմ, այսքան վաղտվանից։ Ես անգամ քեզ առանց տրուսիկել եմ տեսնում։ Ապեր կինս նստած է։ Ոչ թող լսի, կստաց է տրուսիկի պահը դու մի հատ պարկ ունես։ 1000 ներողություն։ Մի րոպե։ Չլնի, կողմնապահություն չլինի, արդեն, օքեյ։ Կներես էլի Արմուշ ջան, հա տեսել ենք ձեր հաղորդումները, ձեր հաղորդման բոլոր կրկնությունները ես անձամբ դրել նայել եմ ինչ խոսք։
ասենք հարգում ենք տարիքդ, փորձդ, հա, բայց դու շատ դերեր ես խաղացել, բայց ասենք դու չես կարող, էլի չգիտես Թամադան որն է, Արմուշ, օրինակ, գիտես Թամադայի համար պետք է ոչ թե արին հոսակ օրգանիզմը, բայց արուն հորդա, Արմուշ։ Թամադը չեն դառնում, Թամադը ծնվում են, Արմուշ։ Այլ օրինակ մի հատ փոքրիկ բաղ, կարես հայկական ավանդական Թամադայի ինչ-որ նմանակում։ Սենց ասեմ, Թամադան ինքը իրանով շատ բարդություն չի ներկայացնում, բարդ կերպար, որտեղ պետք է դիմավորը ժողովրդին ու ստանդարտ կենացները, որ պետք է հնչվի։ It's okay, Արտաշ ջան, Արտաշ ջան, Արշակ ջան, Ես պատրաստվում եմ ամեն ինչ նստած վայել եմ, ինձ կներեք, Արմուշ կարելի է, չէ՞։ Հայկական ավանդական Թամադա, լցրեք գավաթները, թողոցի գինին, ասենք շնորհավոր, հարսին, փեսային։ Գրոտեսկը շատրի լես բաժակը տուր։ Ես ինչ էժան կայֆերի մեջ եք ապրի, չերի քնում։ Գիտես, այդ հարսանիքների ժամանակ մի հատ հոպար կա, ազգի մեծնա, որ բոլորը իրան լսում են ու կենաց են ասում։ Դավջան մա ցույց տու թող տենա կարա ասի։ Հարգելի արունակիցներ ջան, այսօր մենք ամուսնացնում ենք մեր օֆոյի տաղոն, մեր նա ուրիշ մարդ։ Պրոստա կուզեի պապաս ասtelներ մեռավ խեղճը գար ասել, արա էդի չկանեմ, արա։ Տատաս ցելեն դու կասին։ Արդեն սխալ ես գնում, արդեն սխալ ես։ Մի րոպե հայրիկ ջան, մի րոպե նայ։ Նախ այդ ձևի հոպարները որ գալիս են, չէ, արդեն գալուց արդեն բարեկամները ձգվում են, որտեվ իր խոսքը միշտ լսում են, որտեվ ցեղի մեծն է։ Հետո հոպարը այդ տեսքը չունի, հոպարը նախ մի քիչ էսի վերև առնում։ Մի քիչ էս առնում։ Բարեկամներ ջան, ժողովուրդ ջան, նախ շարժողական որ եկեք, այսօր հայկուշիկից հարսանիքն է, ճիշտ է ես իրա հոպարն եմ, բայց ինքը իմ աղջիկն է։ Արարտուս տեսի քո աղջիկն է, բայց իմ երեխեն է, տեսա, չէ։ Այդ երեխեն իմ մոտ է մեծացել։ Երեխեք ջան, ցավներ տանեմ, խնամիներ ջան, շատ շնորհակալ եմ, որ ունեցել եք դաստիարակել եք այս ջահելին շատ լավ երեխա, ինքն է, մեր տեղին է, ինչ հայր, մեր տեղ։ Արա Արտուս մեր տեղը չի։ Խորհուրդ ունեմ, երեխեք ջան, ուշադիր լսեք։ Ամենակարևորը իրար զիջող եղեք, իրար սիրեք, մեծին լսող եղեք, մեծին լսողը որտեղ քարին չի կրնի, հասկացան, մենձն որ տունն է, ամեն ինչ հարթության վրա, ամեն ինչ։ Եվ վերջում ուզում եմ ասեմ, Արարատի գլխին է գարաշ պիտած անենք վախեուշ, կրովինի, պիտի գնակ վախեուշ, ես կար վերցվեց։ Արմուշ ջան, մենք նայել ենք վիտամինը, ասենք օրինակ համար հիշում ենք Գարիկին, ընտիր գիթառեր նվագում, եկածիներ անում, իրան հիշում ենք։ Արամ Էմպետրին, ֆանտաստիկ երգում էր, տենց է։ Տիկոին հիշում ենք, լավ մարդ էր, բարի մարդ էր, տենց է։ Դաշը Բոնին ենք հիշում։ Հետաքրքիր է։ Ես տատի չունեմ։ Գիտես իմ տատիի կարոտը ումից եմ առնում։ Ումից։ Վաչոից, Վաչո որ հելնում էր ասում էր տատին ուտեմ։ Դու գիտես այդ դուք տատի կարա։ Սենց ասեմ, նախ շարժողականություն որ էլի հետևել եք մեր ծրագրերը։ Կրկնությունները, ավելի ճիշտ։ Ինձ թվում է մի երկու եթեր բաց եք թողեք, քանի որ ես էլ եմ մի քանի կերպար տես, տատի կերպար խաղացել, դե բարդություն չկա, տատին էս այլ հաշիվ մեջ կմտքել դեպքում։ Տատ, հաջան բալես։ Հիմա լսի չեմ ասում, բալա ջան, ասեք էսի տատի է, չէ՞, հիմա մեկ թոր բերեք, իրա մորից իրան լավ կերակ։ Աղջի դուք աննորմալ եք։ Անցած շաբաթ մեկին ճամպեցի, հիմա ես սրան եք բերեն։ Վայ։ Այս շանթում ես հումորի լիգայը մի հատ տատի կա, պաշտոնական տատի, և դա ջեմա տատին է։ Բայց գիտեք ես ատիկվարյատի կոչումը Լուիզա Ներսիսյանին է։ Դեսիլ է։ Մեր ձևը չի վապրոս էլի։ Անուրը ինչ է։ Ջեմա։ Հաճելի հաճ։ Բակոն ազես։ Արմուշ։ Լեսի։
Էդիշ մի շուխուրանյե, որ դու ամենալավ տատին ես, իդի չում ես առազդահատու, որ սետ շանթը վեկալել ես վետ, ասում ես number 1, number 1։ Բա number 1, number մի բան է ավել։ Բայ ազի ջան, գիտես, ես ինչ պլաստիկա ունեմ, ես շատ լավ պլաստիկա ունեմ, ազին։ Այդ պլաստիկա ով ասես ունի։ Ով ասես չունի։ Արա դելը չուսնեմ ինչ պլաստիկա ունի։ Հա, դա վայ գնաց։ Եղավ, պլաստիկա խար է բլի մետ մուզիկա դիք։ Так, жрать. Dance battle hits him. Dance battle? Yeah. Are you kidding me? I'm not kidding. I don't know what the hell is that. What the hell? Let's go, bitch. Come on, bitch. Come on, bitch. Come on. Տատին ուտի բան։ Դու գիտես է դուք տատի կարա։ Ո՞վ ասեմ, նախ շարժնակալություն որ էլի հետևել եք մեր ծրագրերը։ Կրկնությունները, ավելի ճիշտ։ Ես թվում մի երկու եթեր բաց եք թողեք, քանի որ ես էլ եմ մի քանի կերպար տես, տատի կերպար խաղացել, դե բարդություն չկա, տատին ես այլ հաշիվ մտքմտքով դեպք։ Տատ, հաջան բալես։ Հիմա լսի չեմ ասում, բալա ջան, ասեք էսի տատի ա, չէ՞, հիմա մի թոր բերեք, իր մորից իր լավ կերակ։ Yeah։ Աղջի դուք աննորմալ եք, անցած շփոթ մեկ։ Ինչ աղջի։ Աղջի դες քանից ներքև էլ ճիշտ է։ Շատ պլաստիկներ։ Ոչ էլ ավելի շատ լավ է հաճելի է բայ։ Ծափարություններ։ Շնորհակալություն բեմը արտակինային թամադաները Արտաշ Ասատրյանը եւ Արմուշի ծափարություններ Արամ Մելիքյան։ Խնդրենք վերադառնային բեմ բոլոր այդ հիանալի անձնավորությունները Արամ Մելիքյանի գլխավորությամբ